Շնորհակալություն Շանթ հեռուստաընկերություն։ Վարչապետ, Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումների ֆոնին Հայաստանը որքանով է պաշտպանված լոգիստիկ եւ տնտեսական առումով եւ կառավարությունը որքանով է պատրաստ հնարավոր ճգնաժամային իրավիճակում աջակցելու տնտեսությանը եւ բիզնեսներին։ Ես ասել եմ, որ դեռևս նախորդ տարի կամ գուցե մի փոքր ավել առաջ անվտանգության խորհրդի համակարգմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, ում դա 12-օրյա պատերազմի շրջանում էր, ում խնդիրն է շարունակում մնալ մոնիտորինգ անել իրավիճակը եւ ըստ անհրաժեշտության կայացնել իրավիճակից բխող որոշումներ եւ այդ խումբը աշխատում է եւ ըստ անհրաժեշտության կկայացնենք որոշումներ։ Հաջորդ հարցը։ Երբ հայտարարեցիք, որ կենսաթոշակները կբարձրանա, դա դրական միտում առաջացրեց, կենսաթոշակառուները ուրախացան, սակայն նախորդ շաբաթ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը անդրադառնալով թեմային ասաց, որ ապրիլի 1-ից կենսաթոշակների բարձրացումը կարող է հանգեցնել 0.2% գնաճի։ Արդյոք ձեր կառավարման ձեռքբերումն եք համարում գնաճի հաշվին կենսաթոշակների բարձրացումը։ Դա հասկանալի էֆեկտ այդ թվում միջազգային իրադրության հետ կապված, եթե նրանք, ովքեր մտածում են, որ սխալ են կարևոր թոշակները բարձրացրել են, թող դրա մասին բարձրաձայն հրապարակեն։ Դե ասում եմ, գնաճը ինքը երևույթ է, որ տնտեսության մեջ եւ բոլոր տեղերում միշտ գոյություն ունի, բացի եւ դա փաստ է։ Գնաճի հաշվին չի կենսաթոշակները ավելան։ Ճիշտ չեք մեկնաբանում Կենտրոնական բանկի նախագահը։ Տեսեք, բանալի բառեր կան։ Կարող է այո, կարող է ոչ։ Մենք այնպես կանենք, որ ամեն դեպս տարածաշրջանային իրադրությունը, միջազգային իրադրությունն է ավելի շատ գնաճային ռիսկեր առաջացնում, բայց համոզված ենք մենք մաքսիմալ կկառավարենք այդ ռիսկերը։ Շնորհակալություն ձեր հարցի համար, հանրային ռադիո։ Պարոն վարչապետ, օրեր առաջ Եվրամիության քաղաքականության ընդլայնման հանձնակատարի գրասենյակից մեզ փոխանցել էին, որ Հայաստանին ուղղվող աջակցությունը զգալիորեն մեծանում է եւ ոչ մահաբեր սպառազինությանն է ուղղվելու։ Նաև նշվել էր, որ Եվրամիության բրիգադը վերաճելի է ճամբարի։ Ինչ է սա նշանակում եւ ձեռք բերվելիք անվտանգության միջոցները ինչ են իրենցից ներկայացնում, սա արդյոք կտա պատասխան այն մտահոգությունը հնչեցնողներին, ովքեր խոսում են Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական բյուջեների դիսբալանսի մասին։ Եվ մի առաջարկ կարծես ձևակերպեմ, հանրային ռադիոյին տված հարցազրույցներում մի շարք երիտասարդներ նշում են, որ կարիք կա կուտակային կենսաթոշակից որոշակի սահմանաչափ վերցնել բնակարան ձեռք բերելու կանխավճարի համար եւ նրանք նշում են, որ եթե այս մեխանիզմով հնարավոր լինի հիմա բնակարան ձեռք բերել, կունենան ապահով ծերություն։ Սա որպես առաջարկ եւ խնդրեմ ձեր դիտարկումը։ Այդ հնչեց, ես հույս ունեմ մեր փորձագետները կգնահատեն այդ առաջարկը եւ դիրքորոշում կձևակերպեն։ Ինչ վերաբերում է ձեր առաջին հարցին, Եվրամիության հետ մեր գործընկերությունը զարգանում է, խորանում է, դուք գիտեք, որ խաղաղության եվրոպական գործիքից արդեն 2 անգամ մենք աջակցություն ենք ստացել եւ այդ թվում անվտանգության ոլորտում մենք բազմազանեցման քաղաքականություն ենք վարում եւ ձեր նշածը այդ քաղաքականությունների շրջանակում է։ Շնորհակալություն։ Ավելի մանրամասն չեմ կարող ասել։ Հաջորդ հարցը Արմենիաս։ Պարոն վարչապետ, օրեր առաջ հեռախոսազրույց եք ունեցել Ռուսաստանի նախագահի հետ, հետաքրքիր է արդյոք քննարկումների առանցքում եղել է երկաթգծի այն հատվածի վերականգնման հարցը եւ ընդհանուր առմամբ վերջին շրջանում մեր ռուս գործընկերները ինչպիսի տրամադրվածություն ունեն այդ հատվածի վերականգնման հարցի հետ կապված։ Առանցքում չի եղել, բայց այդ թեմային էլ անդրադարձ եղել է եւ մենք աշխատում ենք այդ թեմաների հետ կապված։ Նորություն չկա, նորմալ աշխատանքային process-ը աշխատում ենք։ Հաջորդ հարցը Արմեն Մեծան։
Պարոն Փաշինյան, ուզում եմ հետ Արցախից էլի տեղահանվածների մասին դուք նոր էլ ասացիք, խուսափում եք բռնի տեղահանված տերմինից, բռնի տեղահանված են թե չէ։ Տեսեք, երբ որ ընդդիմությունը խոսում է Արցախյան պատերազմի մասին, վերանանք այն տրամաբանությունից պարտությունը գցել են Փաշինյանի գրպանը եւ այլն, չի ասում, չէ, որ Ալիևն է մեղավոր։ Հիմա դուք չեք ասում, որ ինչ որ Ալիևը մեղք ունի, որ արցախցիները բռնի տեղահանվել են։ Լավ, այդ Ալիևը հեչ մեղք չունի, այդ արցախցիներն էլ այդպես փախան, ոչ մի բան չի արի, ագրեսոր չի եւ այլն։ Սա մեկ հարց եւ երկրորդը, պարոն Փաշինյան, դուք մարտահրավերներ եք նետում ընդդիմադիր ուժերին, ուժեղի հետ կապված ուժեղ են եւ այլն, ինչ որ առաջադրանքներ եք ասում։ Հիմա եթե դուք այդքան ուժեղ եք, կարող եք ասել այդ որ երկրի, որ մայրաքաղաքում ու որ մայրաքաղաքի որ հրապարակում եք հայտարարում, գոչում, միացում եւ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Շնորհակալություն։ Իմ ուժեղությունը իմ լեգիտիմությունն է եւ ես ուժը ստանում եմ այդտեղից եւ դա քաղաքական եւ պետական ուժ է։ Ինչ վերաբերում է ձեր առաջին հարցին, գիտեք ինչ, ես էլի քիչ առաջ ձեր հարցին պատասխանեցի, ձեր հարցին չէ, բայց ձեր բովանդակությանը, ասենք շատ լավ, ուր են գնում այդ ճանապարհով։ Էթնիկ զտում, ցեղասպանություն եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ Հարգելի Ամալիա, մենք ձեզ լսում էինք։ Հարգելի Ամալիա, չընդհատեք։ Եվ ես չեմ ասել եւ չեմ ասում, որ արցախցիները փախել են, ես ասում եմ, որ Ղարաբաղի այսպես կոչված էլիտան է փախել։ Դրանք բոլորովին տարբեր բաներ են։ Ես Ղարաբաղի ժողովրդին որևէ բանում ոչ մեղադրել եմ, ոչ մեղադրում եմ, ոչ էլ կամ մեղադրեմ։ Ընդհանրապես ոչ Հայաստանի, ոչ էլ Ղարաբաղի ժողովրդին, ընդհանրապես որևէ քաղաքական ընդհանրապես ժողովրդին որևէ բանում մեղադրելը, այդ կներեք անհեթեթություն է։ Ժողովրդին չի կարելի որևէ բանում մեղադրել։ Առավել եւս Ղարաբաղի ժողովրդին, ում մասին ես ասում եմ, որ նրանք պատանդի կարգավիճակում են։ Այդ ձեր ասած շրջանակներն են, որ ժողովրդի հասցեն ինչ ասես ասում են։ Կներեք, բայց ես դա չեմ հասկանում, ասենք դա քաղաքական ինչ որ առումով տգիտություն է։ Եթե այդ մարդիկ ժողովրդի հասցեին ինչ ասես ասում են, հետո էլ ասում են մենք ընտրություններում հաղթելու ենք։ Պատկերացնում եք դրան, ժողովրդի մասին, ընտրողների մասին ինչ ասես ասում են, վերջին բառերով։ Հետո ասում են մենք հեսա գալու ենք ընտրությունները հաղթելու ենք։ Դե սա ինչ է, եթե ոչ քաղաքական տգիտություն։ Շնորհակալություն ձեր հարցի համար, հաջորդը քանդակ։ Ոչ մենակ դուք եք ուժեղ, մենակ դուք եք ուժեղ ամեն ինչից։ Ես էլ ասում եմ, ես հայտարարել եմ, որ ես ուժեղ եմ։ Ես չեմ հայտարարել, որ ես ուժեղ եմ։ Ով որ հայտարարել է, որ ուժեղ է, ասում եմ շատ լավ, հայտարարեք, ապացուցեք, որ ուժեղ եք։ Ես ասել եմ։ Գիտեմ, բայց դրա համար եմ ասում դուք եք ուժեղ։ Ես հայտարարում եմ, որ ես լեգիտիմ եմ։ Դրանից ավելի մեծ ուժ չկա եւ չի կարող լինել։ Եվ այդ ուժը ձերոնք չեն ունեցել, չունեն եւ չեն էլ ունենա։ Ստեղ է խնդիրը։ Շնորհակալություն, պարոն Փաշինյան, այնուամենայնիվ քաղաքական արդյոք պայքարը այդ չելենջները, որոնք տեղի ունենում, ընտրողը արժանի է այն վերաբերմունքին, ինչը ներկայացվում է քաղաքական ուժերի կողմից, սա արդյոք ընտրապայքար է, որը դրսևորվում է միմյանց ինչ-որ ուժ ցուցադրելու, ինչ-որ բան անել ուղիղ եթերում եւ այլն, հնարավոր այնուամենայնիվ այդ ձեռագիրը, այսպես ասենք, փոխվի եւ ընտրողի ներկայացվի ծրագրերը, որպես ինքն էլ հունիսի 7-ին կարողանա իր ընտրությունը ճիշտ կատարի ծրագրի, գաղափարների եւ ներկայացված անելիքների ու արվելիք գործերի մասով լինի, սա որպես առաջին հարց եւ վերջերս մամուլում հրապարակվեց համանadrության փոփոխված տեքստը, որոշակի հատված այնուամենայնիվ արտարդատության նախարարությունից հայտնեցին, որ սա աշխատանքային տարբերակն է, որում բացակայում է նախաբանը, արդյոք սա վերջնական է, թե որոշակի փոփոխություններ կլինեն եւ արդյոք այդ նախաբանը իրապես հեռացվելու է համանadrության նոր համանadrությունից։ Նախ հրապարակվածը նույնիսկ սևագիր էլ չէր, այլ սևագրի սևագիր էր, ասենք այդպեսի տասնյակ տեքստեր կան,
տասնյակ պաշտոնյաների եւ process-ում ներգրաված փորձագետների մոտ։ Երկրորդը ես իմ կարծիքը կներեք մի տարի, գուցե 2 տարի առաջ եմ խոսելով անկախության հռչակագրի բովանդակության սկզբունքային կոնֆլիկտի մասին Հայաստանի պետականության հետ։ Երևի, քանի որ այդ հարցը ծագում է, երևի այս թեմային առաջիկայում ավելի կոնկրետ տեքստային մակարդակով պետք կլինի անդրադառնալ։ Ինչ վերաբերում է սահմանադրության, նոր սահմանադրության տեքստին, նոր սահմանադրության տեքստի վրա մենք աշխատում ենք եւ աշխատանքային process է գնում։ Ինչալոց, ուզում եմ ասել, ես զգում եմ, որ կա տպավորություն, որ փորձ է արվում հանրության շրջանում տպավորություն ստեղծել, թե կամ կառավարությունը, կամ խորհրդարանը իրենք են ընդունում սահմանադրությունը։ Ուզում եմ եւս մեկ անգամ ընդգծել, որ կառավարությունը եւ խորհրդարանը առավելագույնը, որ կարող են անել, հավանություն տալ սահմանադրության նախագծին։ Դա միջև ժողովրդի մեծամասնությունը չքվեարկի այդ տեքստի օգտին, այդ չի կարող սահմանադրություն դառնալ։ Ժողովուրդն է որոշելու դա սահմանադրություն դառնա, թե սահմանադրություն չդառնա։ Ինչ վերաբերում է առաջին հարցին, ես ընդհանրապես աշխատում եմ, փորձում եմ, վստահ չեմ, որ միշտ ստացվում է, բայց փորձում եմ յուրաքանչյուր դեպքում, յուրաքանչյուրի հետ քաղաքական մրցակիցների նկատի ունեմ, խոսել իրենց հասկանալի լեզվով։ Ինչ վերաբերում է ձեր նշած առաջին հարցին, այո, համաձայն եմ, մենք պետք է ձգտենք գնալ այդ ճանապարհով եւ մենք մաքսիմալը կանենք, որ այդ ճանապարհով գնանք։ Շնորհակալություն, հաջորդ հարցը օրենքի